պետական տուրքն եք վճարում, իրանք արդեն մնացած ամբողջը անում են։ Այս քաղաքացին նախարարություններ այցելելու փոխարեն նախընտրել է Հայփոստի գրասենյակից ստանալ դատված չլինելու վերաբերյալ տեղեկանքը, ավելի արագ է եւ առանց հերթերի։ Սա հնարավոր է դարձել վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարության շնորհիվ։ Այսուհետև քաղաքացիները պետական ծառայություններ կստանան նաև կառավարության լիազորած օպերատորների միջոցով, որոնք այժմ 4-ն են՝ Հայփոստը եւ 3 առևտրային բանկ։ Բոլոր այդ բաժանմունքներում մենք հնարավորություն ենք ընձեռել, որպեսզի այդ օպերատորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն գործառույթը իրականացնելու համար ընդունեն դիմումներ եւ քաղաքացուն տան պատրաստի արդյունք։ Կառավարության բարեփոխումով պետական ծառայությունները ավելի մոտ կլինեն քաղաքացիներին։ Սա կթեթևացնի հատկապես հեռավոր համայնքների բնակիչների կյանքը։ Անհրաժեշտ պետական փաստաթղթերի համար նրանք ստիպված չեն լինի հասնել Երևան։ Ծառայությունից կօգտվեն կառավարության լիազորած օպերատորի գրասենյակից հենց իրենց համայնքում։ 250 բաժանմունք, ինչպես տեսնում եք այսօր, վերանորոգված են բոլոր Հայաստանի տարածքում եւ աս միևնույն ասենք որակը եւ սերվիսը կարող է բոլոր բնակիչները ստանալ դարբեր գյուղերում։ Կառավարության լիազորած օպերատորներին են վերապահվել նաև անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի, քաղաքացիական կացության ակտերի, շարժական գույքի իրավունքների վերաբերյալ տեղեկանքները տրամադրելու գործառույթները։ Այսօր քաղաքացին, որպեսզի օրինակ ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանք ստանա, պետք է այցելի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարբեր ստորաբաժանումներ, որտեղ ինքը հաշվառված է եղել։ Գրեթե 100% դեպքերում այդ տեղեկանքները անհրաժեշտ է լինում օգտագործել արտերկրում, ինչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք ընդամենը մեկ պատուհանի կանգառ սկզբունքով դիմել կամ արդարադատության նախարարություն կամ միասնական օպերատորներից որևէ մեկին։ Իրավաբանական անձանց կյանքն է թեթևանում։ Պետրեգիստրում անհատ ձեռնարկատեր կամ ՍՊ գրանցելու, նաև իրավաբանական անձի հաշվառման տեղեկանք կարող են ստանալ լիազորած օպերատորներից մեկի գրասենյակից։ Սպասարկման սրահի աշխատողները արագ կապահովեն ծառայությունը։ Կապված գործառույթների ծանրաբեռնվածության իրականացման հետ մենք սիրով մեզ վրա ենք վերցնում տվյալ գործառույթների իրականացումը եւ միանշանակ նաև ներգրավելու ենք լրացուցիչ մասնագետներին։ Ծրագիրը լինելու է շարունակական, ավելանալու են եւ գործառույթները, եւ սպասարկող օպերատորները հանրապետության ամբողջ տարածքում։ Սպասարկման արժեքն էլ պայմանավորված է քաղաքացուն անհրաժեշտ փաստաթղթի տեսակով։ Լիլիթ Ասլանյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։